Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Շատ հաճախ թշնամին խնդիր է բերում մեր կյանք, և Աստված անմիջապես ոչինչ չի անում, թեև կարող էր անել, որովհետև նա մտադիր է բարիքի համար գործածել այն, ինչ Սատանան խորհել էր չարիքի համար։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու և վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Ես չեմ կարող մտածել որևէ բանի մասին, որը կարող է օգնել ձեզ վայելելու կյանքը ավելի, քան Աստծո խոսքը սովորելը, որովհետև այն ամբողջությամբ ճշմարիտ է և հրաշալի։ Եվ եթե հետևենք Աստծո խոսքին, մեր կյանքն ավելի ու ավելի կբարելավվի։ Դա չի նշանակում, որ երբեք չենք ունենա խնդիրներ, բայց հրաշալի է իմանալ, որ եթե Քրիստոսի մեջ ենք և ունենք խնդիր, հարկ չկա, որ հաղթահարենք այն մենակ։ Ես բազմիցս ասում եմ մարդկանց, որ ձեր վատագույն օրը Հիսուսի հետ ավելի լավ է, քան լավագույն օրը առանց նրա։ Ինձ դուր է գալիս դա։ Դուք լսում եք, թե ինչպես են մարդիկ ասում, ես անցնում եմ սրա միջով, ես անցնում եմ այն բանի միջով։ Մի օր ես հասկացա, փառք Աստծուն, որ դու անցնում ես։ Դու պարզապես մխրճված չես ինչ-որ բանի մեջ, Աստված կօգնի քեզ դուրս գալ դրանից։ Այսպիսով այսօր և հաջորդ մի քանի օրերին մենք խոսելու ենք վստահության, Աստծուն վստահելու մասին։ Որովհետև իրականում Աստծուն վստահելը գրեթե բոլոր խնդիրների լուծումն է։ Եթե ուզում ես ունենալ խաղաղություն կամ ուրախություն, պետք է սովորես վստահել Աստծուն։ Եվ այսպես, այսօր մենք խոսելու ենք Աստծուն ամեն ժամանակ ամեն ինչում վստահելու մասին։ Վստահեք Աստծուն ամեն ժամանակ և ամեն ինչում։ Հատկապես այն բաներում, որ չենք հասկանում, կամ որոնք անտրամաբանական են։ Ես սիրում եմ առաջին Պետրոսի 2:23-ը, իմ աշխատասենյակում այս խոսքով մի հուշատախտակ կա։ Երբ նրան անարգում և վիրավորում էին, նա չէր անարգում կամ վիրավորում։ Երբ նրան նախատում և չարչարում էին, նա չէր սպառնում վրեժխնդրությամբ, այլ իրեն և ամեն ինչ վստահում էր նրան, ով արդարությամբ է դատում։ Ես մտածում էի, եթե կարողանայինք այդպես վարվել և վստահել մեզ։ Գիտեք, այստեղ բոլորը հավանաբար ունեն բաներ, որոնք կցանկանային փոխել իրենց մեջ։ Բայց մենք չենք կարող փոխել ինքներս մեզ, միայն Աստված կարող է փոխել, այնպես որ շատ ավելի լավ կլիներ աղոթել, այնուհետև պարզապես վստահել Աստծուն, որ անի այն, ինչ անհրաժեշտ է անել, կամ ցույց տա այն, ինչ ցանկանում է, որ մենք անենք։ Եվ երբ ինչ-որ մեկը վատ է վերաբերվում մեզ, անարդար է վարվում մեզ հետ կամ վիրավորում է մեզ, միանգամայն բնական մարդկային ցանկություն է հակահարված տալը, բայց դա հարիր չէ քրիստոնյային։ Մենք իրավունք չունենք վարվելու բոլորի պես։ Մենք կարող ենք սովորել, թե ինչպես վարվենք Հիսուսի պես, և եթե իսկապես նայեք նրա կյանքին, երբ նա այստեղ էր երկրի վրա, հատկապես նրա ծառայության 3 տարիներին, կտեսնեք, որ նա մերժված էր, լքված, նա խաչվեց, մարդիկ ստեր էին պատմում նրա մասին, և դուք երբեք նրան չեք տեսնի շփոթված կամ ինչ-որ մեկին սպառնալիս, քանի որ գիտեր, որ Աստված արդարության Աստված է։ Եվ դա Աստծո իմ սիրելի հատկանիշներից մեկն է։ Նա արդարության Աստված է, և դա նշանակում է, որ նա ամեն սխալ ի վերջո ուղղում է։ Գուցե ոչ մեր ժամանակացույցով, նույնիսկ հնարավոր է, որ դա տեղի ունենա այն ժամանակ, երբ մտնենք հավիտենություն։ Կարծում եմ, մենք ավելի շատ պետք է մտածենք հավիտենության մասին և իսկապես գիտակցենք, որ այն ժամանակը, որ անցկացնում ենք այստեղ, պարզապես նման է ամբողջ աշխարհի բոլոր լողափերի ավազի մեկ հատիկին, համեմատած հավիտենության հետ։ Մենք նույնիսկ չենք կարող ըմբռնել հասկանալ, թե ինչ է հավիտենությունը։ Եվ երբեմն զարմանում եմ, թե ինչու Աստվածաշնչում ավելին չի ասվում երկնքի մասին։ Մի օր մտածում էի դրա մասին և ահա սրտումս ինչ զգացի։ Այն այնքան զարմանալի է լինելու, այնքան զարմանալի, որ միևնույն է, մեր միտքը չէր կարողանա ըմբռնել, ուստի էլ ինչու փորձարվեր պատմելու մեզ դրա մասին։
Այսպիսով ուզում եմ, որ դուք սկսեք մտածել ձեզ և ձեր կյանքում ամեն բան Աստծուն վստահելու մասին։ Եվ մի վստահեք նրան միայն այն ժամանակ, երբ խնդիր ունեք։ Վստահեք նրան ամեն օր այն ամենի համար, ինչ պետք է անեք։ Գիտեք, ես եկել եմ այստեղ վստահելով Աստծուն, որ օգնի ինձ, չնայած ես սա արել եմ հազարավոր անգամներ։ Դուք չեք կարող ապավինել նրան, թե քանի անգամ եք հաջողել ինչ-որ բանում։ Դուք պետք է վստահեք Աստծուն, որ օգնի ձեզ ամեն ժամանակ։ Աստծուն լիովին վստահելը մեզ մտցնում է նրա հանգստի մեջ։ Եվ Աստծո հանգիստը Աստվածաշունչն անվանում է գերբնական հանգիստ։ Այն հանգիստը չէ աշխատանքից, այլ հանգիստ աշխատանքի մեջ։ Դա նշանակում է, որ ես կարող եմ կանգնել այստեղ և անել սա չզգալով անապահովություն, չվախենալով, չմտահոգվելով այն մասին, թե ինչ են մտածում բոլորը։ Որովհետև ես վստահում եմ, որ Աստված ինձնից կհանի այն, ինչ ցանկանում է, որ դուրս գա։ Ուստի այս գերբնական հանգիստը հանգիստ է, որը կարող ենք ունենալ այն ամենի մեջ, ինչ անում ենք։ Եվ գիտեք, Աստված ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Այնուհետև 7-րդ օրը հանգստացավ։ Ես խորհում էի այս ամենի շուրջ և մտածեցի, կարծում եմ 7-րդ օրը նա ստեղծեց հանգիստը։ Աստվածաշնչում հստակ չի ասվում այդ մասին, բայց ասվում է, որ այն հատուկ օր էր և իհարկե, հին կտակարանի օրենքներից մեկն այն էր, որ իսրայելցիները 7 օրից առնվազն 1 օրը պետք է հանգստանային։ Բայց Մատթեոսի 11:28-ը մեկ այլ բանի մասին է խոսում։ Այն խոսում է այն հանգստի մեջ ապրելու մասին։ Ձեզնից քանիսն են կարծում, որ իսկապես լավ կլիներ այլևս չանհանգստանալ։ Որևէ բանի համար կամ վախենալ որևէ բանից։ Ձեզ քաջալերելու համար ուզում եմ ասել, որ սա մի բան չէ, որը ձեռք եք բերում ինքնաբերաբար, քրիստոնյա դառնալիս։ Աստծուն վստահելու սովորությունը, կարծում եմ, ձևավորվում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում, նրա հետ փորձառություն ունենալուն զուգընթաց։ Աստված երբեմն տալիս է հավատքի պարգև։ Դա հոգու պարգևներից է, բայց ես չեմ կարծում, որ հավատքի պարգևը տրվում է ամբողջ կյանքի համար։ Կարծում եմ Աստված այդ պարգևը տալիս է այն բաների համար, որոնք դու կանչված ես անելու կամ հատուկ հանգամանքների համար։ Ես գիտեմ, որ Դեյվը և ես հավատքի պարգև ունենք ծառայության համար, որովհետև եթե նայեմ այն իրականությանը, թե ինչ ենք մենք անում, կսարսափեմ։ Նկատի ունեմ այն գումարները, որ անհրաժեշտ են մեզ ամեն ամիս գործը շարունակելու համար, և դա մեզ չի անհանգստացնում։ Բայց գիտեք, թե ինչպես ձեռք բերեցինք այդ հավատքը։ 6 տարի շարունակ մենք ստիպված էինք ամեն ամիս հավատալ Աստծուն, որպեսզի կարողանայինք փակել մեր հաշիվները։ Եվ ամեն ամիս մենք տեսնում էինք, թե ինչպես էր նա հայտնում իրեն։ Եվ ես մտածում էի, երբ ենք մենք ճեղքում ունենալու, ինչու է սա այսքան երկար տևում։ Գիտեք, երբեմն Աստված ուզում է համոզվել, որ մենք իսկապես հասկացել ենք դա։ Իսկապես հասկանում ենք։ Իրականում ես կարոտում եմ այն օրերը, երբ թեկուզ փոքրիկ, բայց ակնհայտ հրաշքներ էին լինում։ Աստված մեզ համար այնպիսի բաներ էր անում, որ մենք մտածում էինք, դու կատակում ես։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ աղոթքների իմ փոքրիկ ցուցակում գրեցի, որ ինձ խոհանոցային 12 նոր սրբիչ է անհրաժեշտ։ Ես գումար չունեի դրան գնելու համար, չեմ հիշում, թե որքան ժամանակ անցավ, բայց հավանաբար 1 կամ 2 շաբաթ անց մի անծանոթ կին կանգնեց մեր դռան մոտ եւ ասաց. «Հուսով եմ չեք կարծում, որ ես խելագար եմ, բայց ես իսկապես զգացի, որ Աստված ինձ ասաց, որ ձեզ համար խոհանոցային 12 սրբիչ բերեմ»։ Ես ասացի. «Օ»։ Վստահ եմ, որ նա մտածեց, թե ես լրիվ խելագար եմ, բայց գիտեք, երբ նման բաներ են տեղի ունենում, դուք հասկանում եք, որ Աստված գիտի ձեզ, գիտի, թե ինչի կարիք ունեք եւ հոգ է տանում ձեր կյանքի նույնիսկ ամենափոքր աննշան բանի համար։ Իրականում ես դեռ ունեմ աղոթքների այդ ցուցակը։ Ես խնդրել էի մի թավա, խոհանոցային մի քանի սրբիչ եւ ջնջոցներ։ Եվ Աստված վերջին հաշվով տվեց այդ ցանկում նշված բոլոր բաները, բայց Մատթեոսի 11:28-ում ասվում է. «Եկեք ինձ մոտ, բոլոր վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Ես կթեթևացնեմ, կսփոփեմ եւ կթարմացնեմ ձեր հոգիները։
Գիտեք, մեր մտքերը եւ մեր մտածողությունը մեծապես կապված են այս ամենի հետ։ Նկատի ունեմ, անհանգստությունը մտածողության գործընթաց է։ Վախը ներառում է մեր զգացմունքներն ու մտածողությունը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր իմանալ, որ մեր պայքարը մտքի մարտադաշտում է։ Սատանան փորձում է ստել մեզ այս կերպ։ Դու չես կարող հաջողություն ունենալ, դա չի հաջողվի, Աստված երբեք օգնության չի հասնի։ Բժշկի ստացած այդ եզրակացությունն ավելի վատ է, քան դու կարծում ես։ Դու մահանալու ես, դու հաջողություն չես ունենա։ Ահա թե ինչու մենք պետք է ունենանք Աստծո խոսքի ճշմարտությունը այդ ամենին դիմակայելու համար։ Ես գիտեմ, որ դժվար է, երբ Աստծո հետ քո ճանապարհի սկզբում ես, քանի որ շատ բան կա սովորելու։ Բայց հետ նայելով կյանքիս վերջին 48 տարիներին եւ այդքան երկար ուսումնասիրելով խոսքը եւ այժմ քաջածանոթ լինելով դրան, թույլ տվեք ասել, որ դուք երբեք ժամանակ չեք վատնում, երբ ուսումնասիրում եք խոսքը, որովհետեւ այն ձեզ ուժեղ կպահի, երբ դրա կարիքը կունենաք։ Եվ ինչպես գիտենք, աշխարհը, որտեղ ապրում ենք, օրեցօր ավելի ու ավելի է խելագարվում։ Բայց մենք չպետք է վախենանք, քանի որ Աստված գիտի, թե ինչ է անում։ Եվ մենք այժմ այստեղ ենք երկրի վրա, որովհետև Աստված է մեզ ընտրել, որ այս ժամանակահատվածում լինենք այստեղ։ Եվ դա իրականում արտոնություն է, ոչ թե վախենալու պատճառ։ Նա անշուշտ գիտեր, որ մենք կարող ենք հաղթահարել, հակառակ դեպքում այստեղ չէինք լինի։ Եբրայեցիների 4:3-ն ավելի շատ է խոսում այս հանգստի մասին։ Մենք մտնում ենք դրա մեջ հավատալով, վստահելով կամ հավատքի միջոցով։ Դրանք բոլորը միանման բառեր են մի փոքր տարբեր իմաստներով։ Բայց խոսքն ասում է, քանզի մենք, որ հավատացինք, հարեցինք, վստահեցինք եւ ապավինեցինք Աստծուն, մտնում ենք այդ հանգստի մեջ։ Պարզապես մտածեք այդ մասին։ Ես գիտեմ, որ ձեզնից ոմանք, ինչպես նաեւ նրանք, ովքեր դիտում են ինձ հեռուստատեսությամբ, ում հետ ես խոսում եմ, անհանգստանում են ինչ-որ բանի համար։ Բայց հենց հիմա դուք կարող եք փոխանակել դա վստահության հետ։ Դուք կարող եք, Դավիթն ասաց, երբ վախենամ կվստահեմ քեզ։ Վստահությունը մի բան է, որ կարող եք որոշել, թե ինչին կամ ում ուղղեք։ Արդյոք վստահելու եք ինքներդ ձեզ, արդյոք վստահելու եք բանկին, արդյոք վստահելու եք ձեր ընկերներին։ Այնպես չէ, որ մենք չենք ուզում վստահել մեր ընկերներին, բայց դուք չեք կարող մարդկանց ուղղել այն վստահությունը, որը պատկանում է միայն Աստծուն։ Որովհետև կարծում եմ, որ ինչպես մեզնից շատերը հասկացել են, մարդիկ կարող են զարմացնել ձեզ եւ անել այնպիսի բաներ, որոնք երբեք չէիք մտածի, որ կանեն։ Եվ ոմանք իրականում կորցնում են իրենց հավատը նման բաների պատճառով։ Եւ գիտեք, թե դա ինչ է ասում ինձ։ Ձեր հավատքը սխալ բանի է ուղված։ Դուք մշտապես պետք է ուղղեք ձեր հավատքն Աստծուն եւ այնպես չէ, որ չպետք է վստահեք մարդկանց, բայց Հովհաննեսի 2:24 եւ 25 խոսքերում կարդում ենք այսպիսի խոսքեր. Հիսուսն ինքը իր անձը չէր վստահում նրանց, որովհետեւ գիտեր մարդկային բնույթը։ Ինձ դա դուր է գալիս։ Այնտեղ չի ասվում, որ նա չէր վստահում նրանց։ Հիսուսը պարզապես ասում էր, որ իր անձի որոշ մասը պահում էր միայն Աստծո համար։ Նա պարզապես չէր բացվում բոլորի համար։ Երբեք մի նայեք ինչ-որ մեկին մտածելով, թե նա երբեք չի ցավեցնի ձեզ, որովհետև հարաբերությունները միշտ ներառում են որոշակի ցավ։ Եվ ես ձեզ կասեմ, Աստված տվել է մեզ մեծագույն պարգև։ Մենք կարծում ենք, որ դա շատ դժվար է անել, բայց Աստծո տված մեծագույն պարգևներից մեկը ներելու կարողությունն է։ Դա իսկապես մեծ պարգև է Աստծուց, քանի որ դուք կարող եք կամ մնալ զայրացած, վիրավորված, դառնացած, ատելությամբ լի եւ պարզապես ջուր լցնել սատանայի ջրաղացին եւ թույլ տալ, որ թշնամին կրկին ու կրկին վնասի ձեզ, կամ էլ ունեք ընտրություն ներելու, բաց թողնելու, ձեզ վիրավորած մարդկանց համար աղոթելու եւ վստահելու Աստծուն, որ կանի այն, ինչ անհրաժեշտ է անել։ Այսպիսով, եթե մենք ուզում ենք հանգստանալ, պետք է հավատանք։ Պետք է հավատանք ինչին, պետք է հավատանք Աստծո խոսքի խոստումներին, որ նա սիրում է մեզ անվերապահորեն։ Գիտեք, որ Աստված երբեք ձեզ չի սիրի ավելի, քան սիրում է այս պահին, հենց հիմա։ Ձեզնից ոմանք կարող են մտածել, որ այդպես չէ։ Բայց հասկանում եք, իրականում մենք ենք, որ ուզում ենք ավելի շատ սեր վաստակել, բայց դու չես կարող վաստակել Աստծո սերը։
Այն վաճառքի ենթակա չէ, սերն ինչ-որ բան չէ, որ նա անում է, այն հենց նրա էությունն է և նա սիրում է մեզ ոչ թե այն պատճառով, որ արժանի ենք դրան, այլ որովհետև ուզում է։ Սա այն է, ինչ ասում է Աստվածաշունչը, դա նրա բարի մտադրությունն ու ցանկությունն էր, դա այն էր, ինչ նա ուզում էր անել։ Եբրայեցիների 4:3-ում ասվում է. մենք, որ հավատացինք, հարեցինք, վստահեցինք և ապավինեցինք Աստծուն, մտնում ենք այդ հանգստի մեջ, համաձայն նրա այն հայտարարության, որ նրանք, ովքեր չհավատացին, չեն մտնի։ Նա ասաց. ինչպես երդվեցի իմ բարկության մեջ, նրանք չեն մտնի իմ հանգստի մեջ։ Եվ սա ասաց, թեև իր գործերն ավարտվել և պատրաստվել էին, և սպասում էին նրանց, ովքեր կհավատային աշխարհի հիմնադրումից ի վեր։ Եթե խորամուխ լինեք Եբրայեցիների, Նոր Կտակարանի ավետարանների և մյուս գրքերի մեջ, այնտեղ ասվում է, որ այս շաբաթի հանգիստը դեռևս հասանելի է նրան, ով ցանկանում է մտնել դրա մեջ։ Այսպիսով, գուցե ձեր կյանքի մեծ մասն անցկացրել եք անհանգստանալով, բայց այսօր դեռ ուշ չէ։ Եվ դուք չեք կարող սպասել ինչ-որ զգացողության, դա որոշում է։ Ինչ ասաց հարյուրապետը, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը։ Պարզապես ազնիվ եղեք Աստծո հետ։ Ես հավատում եմ, բայց ուզում եմ աճել իմ հավատքի մեջ, և ես կասեմ, երբ աղոթեք, այն ինչ տեղի է ունենալու, ձեզ կկանգնեցրի խնդրի առջև։ Ավելի լավ է ճշմարտությունն ասեմ։ Դուք խնդիր եք ունենալու, քանի որ մենք պետք է ունենանք ինչ-որ բան, որի համար կարող ենք վստահել Աստծուն։ Գիտեք, լույսի մեջ Աստծուն վստահելը դժվար չէ։ Մենք պետք է վստահենք Աստծուն հենց այն ժամանակ, երբ մթության մեջ ենք, և ոչինչ տրամաբանական չէ։ Շատ հաճախ թշնամին խնդիր է բերում մեր կյանք, և Աստված անմիջապես ոչինչ չի անում, թեև կարող էր անել, որովհետև նա մտադիր է բարիքի համար գործածել այն, ինչ սատանան խորհել էր չարիքի համար։ Դուք կզարմանաք, թե ինչ կսովորեք փորձությունների և նեղությունների ժամանակ։ Մի մարդ ասել է. ես փորձում եմ ապրել մեկ օրով, բայց երբեմն մի քանի օր կուտակվում է ինձ վրա միաժամանակ։ Դա ճիշտ է։ Այնուհետև 10-րդ խոսքում ասվում է, որովհետև նա, ով մեկ անգամ մտնել է Աստծո հանգիստը, դադարել է մարդկային աշխատանքից, հոգնածությունից և ցավից։ Մարդկային աշխատանքն այն է, երբ ինքդ փորձում ես ինչ-որ բան անել։ Ունեք ձեր կյանքում որևէ մեկին, որին փորձում եք փոխել։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ ամեն մեկը փորձի փոխել իրեն։ Ո մեզ դուր է գալիս փորձել վերացնել մեր խնդիրները, ես երկար տարիներ եմ անցկացրել։ Դեյվը այնուամենայնիվ այդքան էլ անհանգստացող մարդ չէ։ Բայց ես տարիներ եմ անցկացրել, փորձելով ընդլայնել իմ ծառայությունը, փորձելով բացել դռներ, որոնք միայն Աստված կարող էր բացել։ Եվ դա թշվառ վիճակ էր, դա պարզապես մարդկային աշխատանք էր և պայքար։ Մինչդեռ մենք իրականում պարզապես պետք է վստահենք Աստծուն, որ անի այն, ինչ ուզում է անել, և երբ ուզում է անել։ Մարդկային աշխատանքը ներառում է անհանգստությունը, վախը, անապահովությունը, մարմնի գործերը, անհանգստությունը, չներումը և այլն։ Եվ ես սիրում եմ 11-րդ խոսքը, ուշադրություն դարձրեք դրան, ուրեմն ջերմեռանդ լինենք, ջանք գործադրենք և ջանասիրաբար ձգտենք մտնելու Աստծո հանգիստը։ Մենք կարիք չունենք ջանք թափելու, որ ինչ-որ բան իրականանա մեր կյանքում։ Մենք իրականում պետք է, ինչպես գրված է, ձգտենք մտնելու Աստծո հանգիստը։ Ինչ կլինի, եթե այսօր դուրս գաք այստեղից և ասեք. իմ նպատակը այսուհետև լինելու է մտնել Աստծո հանգիստը ամեն անգամ, երբ ինչ-որ բան կանհանգստացնի ինձ։ Ես ինձ հիշեցնելու եմ, որ միայն Աստված կարող է հոգ տանել դրա համար, և որ նա սիրում է ինձ, նա կանի դա։ Եվ եթե նրան անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան ես կցանկանայի, ապա նա ունի պատճառ։ Այն, որ Աստված մեզ չի հայտնում պատճառը, չի նշանակում, որ նա չունի պատճառ։ Նա ունի պատճառ այն ամենի համար, ինչ անում է։ Սակայն երբեմն մեզ թվում է, թե Աստված անխոհեմ է վարվում և փորձում ենք հասկանալ այն, ինչն անխոհեմ է, և դա չի հաջողվում։ Նա բազում գաղտնիքներ ունի։ Բայց պատկերացրեք, մի օր մենք ամեն բան կիմանանք այնպես, ինչպես Աստված գիտի։ Ահա թե ինչ է ասվում Առաջին Կորնթացիների 13-րդ գլխում։ Հիմա մենք մասամբ գիտենք, բայց կգա այն օրը, երբ կգիտենանք այնպես, ինչպես գիտեցված ենք։
Պարզապես մտածեք, թե որքան լավ է Աստված ճանաչում ձեզ, նա գիտի ձեր մասին յուրաքանչյուր մանրուք, եւ կգա այն օրը, երբ մենք իմանանք ամենը Աստծո մասին։ Աստծուն վստահելը անհանգստության միակ լուծումն է։ Սաղմոս 37:1-5 Ես սիրում եմ երբեմն առավոտյան կարդալ Սաղմոս 37-ը, պարզապես կարդալ, այն հիանալի Սաղմոս է։ Մի բարկացիր չարերի վրա, մի նախանձիր անօրինություն գործողներին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ պետք է կիրառեն սա։ Մի բարկացիր եւ մի վշտացիր աշխարհում տեղի ունեցող չարիքի համար, որովհետեւ գիտես ինչ, Աստված դեռ վերահսկում է իրավիճակը եւ ամեն բան լավ կավարտվի։ Մենք արդեն կարդացել ենք գրքի վերջը։ Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե մինչ այդ ինչի միջով ենք անցնելու, բայց համոզված եմ, որ Աստված երբեք մեզ չի տա ավելին, քան կարող ենք տանել։ Եվ ամեն փորձության հետ նա կտա ելքը։ Այսպիսով մենք կարիք չունենք անհանգստանալու։ Գիտեք, աշխարհն ապրում է վախի մեջ։ Աստվածաշունչն ասում է, վերջին օրերին մարդկանց սրտերը կնվաղեն վախից։ Բայց հարկ չկա, որ նույնը մեզ հետ պատահի։ Ես իմ ժամանակը չեմ վատնում աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի մասին բացասական խոսելով։ Ես նախընտրում եմ խոսել այն Աստծո մասին, որը միշտ հոգ է տանում մեզ համար եւ տալիս է պատասխանը։ Որովհետև նրանք խոտի պես շուտով կկտրվեն եւ կանաչ խոտի պես կթառամեն։ Եվ երրորդ խոսքը իմ ամենասիրելի սուրբգրային համարներից է. վստահիր, ապավինիր, հուսա եւ հավատա Տիրոջը եւ բարիք գործիր։ Կարծում եմ մենք երկար ժամանակ բաց ենք թողել բարիք գործիր մասը։ Եվ մենք պարզապես ասում էինք վստահիր Աստծուն, վստահիր Աստծուն, մենք պարզապես կվստահենք Աստծուն։ Բայց իրականում Աստվածաշունչը ձեզ ինչ-որ բան է հանձնարարում։ Այն չի ասում, որ անհանգստանաք ձեր խնդրի համար։ Այն չի ասում, որ փորձեք հասկանալ ձեր խնդիրը։ Բայց ասում է, որ մինչ սպասում եք, որ Աստված լուծի ձեր խնդիրը, զբաղված եղեք բարիք գործելով։ Ես առաջարկում եմ, որ ամեն օր Աստծուն հարցնեք. Ինչ կարող եմ անել քեզ համար այսօր։ Համոզված եմ, որ մենք գնում ենք նրա մոտ այն ցուցակով, ինչ ուզում ենք, որ նա անի մեզ համար։ Բայց ինչ կլինի, եթե այդ ցուցակը մի քանի ամսով մի կողմ դնենք եւ պարզապես գնանք Աստծո մոտ ու ասենք. Ինչ կարող եմ անել քեզ համար այսօր։ Ես այստեղ եմ։ Ես հասանելի եմ, եթե իմ կարիքն ունենաս։ Եվ ես սիրում եմ Աստծուն հարցնել. ինչ կարող եմ անել այսօր մեկ ուրիշի համար, եւ դուք կարող եք նույնիսկ մտածել այն մարդկանց մասին, որոնց կողքին գիտեք, որ լինելու եք։ Եվ գիտեք ինչ կարող եք անել։ Դուք կարող եք բավարարել ինչ-որ կարիք։ Դուք կարող եք հաճոյախոսություն անել, կարող եք աղոթել։ Միշտ կա բարի բան, որ կարող եք անել մեկ ուրիշի համար։ Եվ Հռոմեացիների 12:21-ում ասվում է. մենք չարին հաղթում ենք բարիով։ Ուստի, եթե Սատանան հարձակվել է ձեզ վրա եւ ինչ-որ կերպ վնասել ձեզ, նրան հակահարված տալու լավագույն միջոցը պարզապես բարի լինելն է մեկ ուրիշի հանդեպ։ Ես ամեն օր իմ գործերով հատուցում եմ Աստծուն այն ամենի համար, ինչ Սատանան արել է ինձ հետ։ Իրականում Աստծուն չեմ հատուցում։ Ամեն օր ես հատուցում եմ Սատանային այն ամենի համար, ինչ նա արեց ինձ հետ, երբ երեխա էի։ Ես հատուցում եմ պարզապես օգնելով մարդկանց։ Դու երջանկանում ես, երբ միտքդ շեղում ես քեզնից եւ օգնում ես մեկ ուրիշի։ Ցնծա Տիրոջով եւ նա կտա քեզ քո սրտի ցանկություններն ու խնդրանքները։ Օ, ինձ դուր է գալիս այդ սուրբգրային խոսքը։ Շատ ավելի լավ է, որ Աստված տա քեզ, քան ինքդ փորձես ստանալ, այնպես չէ։ Հանձնիր ճանապարհդ Տիրոջը, ամբողջ բեռդ եւ հոգսերդ դիր նրա վրա։ Վստահիր, ապավինիր, հուսա եւ հավատա նրան եւ նա կկատարի։ Երբ ամուսնացանք Դեյվի հետ, իմ հրաշալի սկեսուրը, որը վաղուց տուն է գնացել Տիրոջ մոտ, նվիրեց ինձ փոքրիկ սպիտակ King James Աստվածաշունչ, եւ դա սուրբգրային այն խոսքն էր, որ նա գրել էր թերթիկի վրա։ Նա նույնիսկ պատկերացում չուներ, թե որքան շատ էի դրա կարիքն ունենալու, քանի որ ինձ շատ էին ցավեցրել, եւ ես սովոր էի ապավինել ինքս ինձ։ Ուստի ինձ համար դժվար էր հրաժարվել ինքս ինձ համար հոգ տանելու փորձերից եւ իսկապես լիովին վստահել Աստծուն, որ նա կհասնի ինձ օգնության։ Ուստի աղոթում եմ ձեզ համար, որ կարողանաք մտնել Աստծո հանգիստը եւ որ այսօր ստանաք ինչ-որ բան, որը կմնա ձեզ հետ եւ կօգնի ձեզ ապագայում։ Մենք սիրում ենք ձեզ, մենք գնահատում ենք, որ այսօր դիտում եք մեզ, վաղը կրկին միացեք մեզ ավելին իմանալու համար, Աստված օրհնի ձեզ։
Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։